Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում օրը ցերեկով Ղարաբաղի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանոմյանին դաժան ծեծի ենթարկողները կմնան անպատիժ։ Ղարաբաղի դատախազությունը կարճել է քրեական գործը եւ մեղադրանք առաջադրված 4 քաղաքացիների նկատմամբ դադարեցրել քրեական հետապնդումը։ Ընդդիմադիր գործիչը այսօր է ստացել դատախազության նամակը, սակայն պնդում է, այս որոշումը դեռ վաղուց էր հայտնի։ Բարձրաստիճան պաշտոնյաները չեն թաքցնում, որ որևէ կերպ չեն ուզում, որպեսզի մեղադրյալները պատիժ կրեն, ինչից մենք մի հետևություն ենք անում, որ այս ամբողջ ծեծը, առևանգումը եւ այլը մշակված է եղել հանրապետության նախագահի սենյակում, նախագահի համաձայնությամբ եւ բնականաբար մարդիկ իրենց չեն պատժելու։ Քրեական գործի կարճումը դատախազությունը պատճառաբանել է Ղարաբաղի անկախության 25-ամյակի համար երկրում հայտարարված համաներմամբ, մինչդեռ ընդդիմադիր պատգամավորը նկատում է, բռնություն կատարողները չէին ազատվի պատասխանատվությունից, եթե իրավապահները ծանր հանցագործություն համարվող առևանգելու մեղադրանքը չփոխարինեին միջին խուլիգանության հոդվածով։ Ավելի վաղ Խանոմյանը բողոքարկել էր այս որոշումը, սակայն դատախազությունը մերժել էր այն։ Սկզբից գործը գնում է որպես առևանգում, այսինքն այնպիսի որակավորում, որը համաներմամբ թույլ չի տալիս մեղադրյալներին ազատել, բայց իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի նրանք համաներումով ազատվեն։ Իդեպ, եթե իրավաբաններին հարցնեք, փաստաբաններին հարցնեք, դա արել են բավականին տգետ ձևով։ Ստեփանակերտի դատախազությունից առայժմ պարզաբանում ստանալ չհաջողվեց, մինչդեռ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն անհիմն որակեց Բակո Սահակյանի հասցեին հնչող մեղադրանքները, պնդելով, որ նախագահն ի սկզբանե դատապարտել է միջադեպը ու մտահոգված եղել Խանոմյանի առողջությամբ։ Որևէ քաղաքական խնդիր չկա, դուք գիտեք, որ համաներումը ընդունված գործընթացում ընդհանրապես եղել է միայն 6 համաներում Արցախում։ Եվ այստեղ որևէ այսպես առանձնակի կամ անձնավորված մոտեցում չկա։ Հիմնեն այդպիսի որևէ քաղաքական պատվեր չի եղել, նամանավանդ որ նախագահը ինքը 4 անգամ անդրադարձել այդ խնդրին։ Խանոմյանի հավաստմամբ Ստեփանակերտի կենտրոնում ազգային ժողովի շենքի դիմաց իրեն են մոտեցել 7-ից 8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել մեքենան, տարել Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող Խնածաղ գյուղը ու այնտեղ մոտ 20 հոգով շարունակել են ծեծը։ Թեև Խանոմյանը հայտարարել էր, որ ճանաչում է իրեն ծեծի ենթարկողներից շատերին, նախաքննական մարմինը մեղադրանք առաջադրեց միայն 4 անձի։ Ընդդիմադիր գործիչը բռնության էր ենթարկվել հունիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին Ղարաբաղում մեծ շուկով դիմավորելու եւ նախագահ Բակո Սահակյանի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու հաջորդ օրը։ Այսինքն Արցախում որևէ կերպ չեն կարողանում ակտիվ քայլեր հանդուրժել։ Այսինքն եթե ինչ-որ ձևով քննադատությունը հանդուրժելի է, ապա դրան հաջորդող քայլերը ամբողջովին անհանդուրժելի են եւ փոքր-ինչ վտանգ տեսնելու դեպքում իշխանությունները անմիջապես անցնում են ապօրինի միջոցների, անմիջապես անցնում են բռնության։ Անհնարին է այստեղ խոսքի ազատությունը, որովհետև ինքը Արցախի հանրապետությունը ստվել է նաև որպես ժողովրդավարական շարժման արդյունք եւ խոսքի ազատության համար մենք պայքարել եւ մտքի ազատության եւ մեր իրավունքների ու այստեղ չնշել խոսքի ազատությունը։ Ստեփանակերտի դատախազությունից այսօր պարզաբանում է պահանջել նաև Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ազատության հետ զրույցում Ղարաբաղի օմբուդսմանն ասաց, անհրաժեշտ է համարում, որ դատախազությունը հանրությանը մեղադրանքի վերավորակման հիմնավորում ներկայացնի։ Անելու համար մենք անհրաժեշտ է որպեսզի մենք հասկանանք պատճառը։ Մենք հրապարակավ կոչ ենք արել դատախազությանը, նրանք հանրությանը պարզաբանեն, թե ինչպես ստացվեց, որ որոշում կայացվեց վերավորակել։ Մենք հատուկ ընդգծել ենք, որ ցանկալի կլինի, որ այդ պարզաբանումը լինի ոչ թե իրավաբանական հանրության համար հասկանալի ձևով, այլ ավելի լայն հանրության համար հասկանալի ձևով, եւ մենք հույս ունենք, որ դատախազությունը արձագանքի մեր կողմից։ Հայկ Խանոմյանը պատրաստվում է բողոքարկել դատախազության որոշումը։